Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատեղներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ, շնորհակալ եմ Ազատ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Մենք մի այսպիսի տարվա ավարտին 3 թեմա, սա 3-րդ թեման է, որ քննարկելու ենք եւ կարծում ինչ որ իմաստով սա նաեւ շարք է, իրար փոխկապակցված խնդիրներ են։ Մենք վերջին նախորդ մեր թողարկման ժամանակ խոսում էինք անդիմության հնարավորությունների մասին, իշխանության վերընտրության, իշխանությունը պահելու մասին եւ ընդդիմադիր դաշտի զգալի մասի փիլիսոփայական, աշխարհաքաղաքական ընկալումների մասին, հա։ Հիմա եկանք մի հանգրվանի մի թեմայի շուրջ պիտի զրուցենք, որը մեր գնահատմամբ, կարծում եմ այստեղ նաեւ կհամաձայնես, նաեւ քո կարծիքն է դա, երրորդ հանրապետության դժբախտությունների աղբյուրների գլխավոր աղբյուրներից մեկն է սպառողական արմատ է, այո։ Այո, սպառողական հասարակություն, ինչ ասել է սպառողական հասարակություն եւ ինչ տեսք է մեր մոտ դա ստանում։ Սպառողական հասարակության մասին վստահ եմ մարդիկ իրենց պատկերացումներն ունեն, գուցե գրքեր են կարդացել, ֆիլմեր են նայել, հա։ Դա այն հասարակությունն է, որը ապրում եւ արարում է ինչ որ բան գնելու, ծախսելու, շքեղության եւ շռայլության մեջ ապրելու համար, այսինքն իր կյանքի իմաստը փողն է եւ ոչ թե փողը ծառայում է իր կյանքի իմաստին, այլ իմաստն է դարձել, գործիքը, որ պետք է ծառայեր որևէ նպատակի, բարի նպատակի, աստվածային նպատակի ծառայեր, տեղերը փոխվել են։ Այո, դա դարձել է նպատակ։ Այո։ Եվ այս քննարկմանը, այսպես տրիգեր հանդիսացավ վերջին շաբաթներին գոռություն պատմություններ, չմանրամասնեմ պատմություններ, բայց թվեր կհնչեցնեմ, մի պարագայում մի պետական աշխատող մեքենայությունների ճանապարհով միջոցներ էր մսխել եւ այդ միջոցներից 17 միլիոնը ծախսել էր խոհանոցային կահույք գնելու վրա, մեկ այլ դեպքում падգամավորներից մեկը կաշառք էր ստացել եւ այդ կաշառքով առնվազն $8,000 ոսկյա մատանի էր առել, ասում են ընկերուհուն։ Երկու դեպքերում էլ անունները չեմ տալիս, որտեղ այդտեղ անձերը չեն կարևոր, որտեղ մենք այսպես հարյուրավոր օրինակներ կարող ենք բերել, որ մարդիկ եկել են պետական պաշտոնի, թալանել են պետական միջոցներ, հանրային միջոցներ եւ դա, ասենք տվյալին Rolls-Royce են առել, Bentley են առել, այսինքն շքեղ ինչ որ կյանքի դրսևորումներ են։ Եվ այսօր էլ այսօրվա իշխանության մեջ տեսնում եք բոլորը միանգամից առանձնատներ, townhouse-ներ, էլիտար շենքերում բնակարաններ, լավ մեքենաներ, հա, լավ հագուստ, թանկ հագուստ, եւ այս ամենը չէ խոսում է սրա մասին, որ մեր ճգնաժամի աղբյուրը ինչու է սա, որտեղ մարդիկ, որոնք հայտնվում են պետական լծակների, իրենց նպատակը ոչ թե ժողովրդին ծառայելն է, պետությանը ծառայելն է, ճշմարտությանը ծառայելն է, այլ իրենց նպատակը, որ ախպեր, հիմա մեր հերթն է եկել, եզներ ասած նա դորա մնա, իմ հերթն է, այդ բաները տանելու մեր տուն ախպեր այդ հնարավորությունները։ Երբ մենք ձևավորեցինք այս սպառողական հասարակությունը, որը սպառողական հասարակություն, որ խելագարվում է ուղղակի փող ծախսելու համար, լրիվ անիմաստ նպատակներով։ Ուրեմն այս թեմայով ելի ենք խոսել, պետք է ելի հետ գնանք մշակութային հեղափոխություն եւ մշակութային հեղափոխականներ, որն իր էությամբ ոչ թե մշակութային հեղափոխություններ ու այլ հակամշակութային ահաբեկչություն էր մարդկության նկատմամբ, էլի ոչ միայն մեր, այլ ամբողջ մարդկության նկատմամբ է սա տեղի ունեցել եւ այդ հայտի խորքային պետության եւ խորքային իշխանությունների կողմից։ Ուրեմն սովետական միությունում եւ ըստ այդմ հետ սովետական այս պետություններում այդ ամեն ինչը սկսվել է 1976 թվականի սովետական երկրորդ
Սահմանադրության ընդունումից հետո էլի է դա հիմնական թիվ համարվում, որ արդեն սկսվեց այդ փողը, երբ արդեն սկսեցին փողը միջոցից դարձնել նպատակ։ Ուրեմն մի ակնարկ անենք հիմնականում այս նախ ասենք, որ այս process-ը մարդկության ծնունդից է սկսել, որ մարդու համար ամենակարևորը նյութն է, հետո նոր որովհետև նյութով մարդ կարա ամեն ինչի հասնի։ Սա կարող ենք հետ գնալ մինչև աստվածաշնչյան բաբելոնյան աշտարակաշինություն, բայց մեր օրերից կխոսենք, որովհետեւ շատ չծանրաբեռնենք եւ մարդկանց չձանձրացնենք։ Ուրեմն այդ մշակութային հեղափոխականները, այդ հայտնի Գրամշի, Լուկաչ, Մարկուզե, ինչ էին ասում։ Կա 4 չաստված՝ փող, մարմնական հաճույքներ, իշխանություն եւ փառք։ Բայց այս 4 չաստվածը մեկտեղված է մի չաստու մեջ։ Դա փողն է։ Փողը եթե լինում է նպատակ եւ հասնում ես քո նպատակին, դու այլևս ամեն ինչ ունենում ես։ Բայց Աստված մեզ լրիվ հակառակն է սովորացրել։ Հա, նպատակը, հիմնական նպատակը, ապա քրիստոնեությունն է։ Սա առաջի պատվիրանի մերժումն էր։ Ես եմ քո Տեր Աստված, ինձնից բացի այլ աստվածներ չունենաս։ Իսկ Աստված ինչ էր ասում։ Հավատն առ Աստված, իր կողմից սահմանված սրբությունների պահպանում եւ պաշտպանում, ծառայում ազգին եւ հայրենիքին, որը իրական պահպանողականության էությունն է, սա է, բայց կենք շրջեցին։ Եվ այս շրջած իրականությունը 1976-77 թվականներից արդեն եկավ սովետական միություն, հետո լրիվ ընթացքի մեջ մտավ սովետական միություն քանդվելուց հետո։ Եվ Հայաստանը ընտրեց այդ մեզանում հայտնի կապիտալիստական մեթոդը, որը մի պարզ նախադասությամբ ձևակերպված է. փող չունես մարդ չես, կամ ինչքան փող ունես, այնքան մարդ ես։ Հիմա հայաստանցու համար այլևս Հայաստանի քաղաքացու համար այլևս տարբերություն չկա։ Ինքը Հայաստանում է գնում հիվանդանոց, թե մի այլ երկրում։ Երկու տեղում էլ ինքը ոչ մի հատուկ արտոնություն չունի։ Փող չունես, պետք է մահանաս։ Դասի, չգիտեմ, ինչու է այդ հիվանդանոցի պատմությունը հիշեցիր, ես մտածում եմ այդ թեմայի մասին, մարդկանց ամենաշատ հուզող բանն է հիվանդանոցը։ Ես հիմա օրինակություն եւ առողջապահությունը ամենակարևոր ցուցիչներն են։ Դու որ հասկանաս պետությունը անկախ է, ինքնիշխան է, կա թե չկա, թե ծառայում է ինչ որ մեկին եւ ունի գաղութի կարգավիճակ։ Եթե կրթությունը եւ առողջապահությունը փողով է, սա ցուցիչ է, որ երկիրը գաղութ է։ Ոչ միայն փողովը միայն բավարար չի։ Սա ոչ միայն փողովը մեր առողջապահական համակարգը թալանի վրա է։ Բայց ես հիմա օրինակ կներեք մի բան էլ ավարտեմ ու դուք շարունակեք։ Ուրեմն հիմնական մասին է խոսքը, իհարկե բացառություններ կան, լավ մարդիկ կան ցանկացած ոլորտում։ Սա պետք է պարտադիր շեշտվի։ Բայց մենք հիմնական իմաստով ենք խոսում։ Հիմնական մասին է խոսքը։ Հիմա հիմնական մասը հիվանդին ոչ թե ընդունում է պացիենտ բուժառու, այլ կլիենտ, հաճախորդ։ Դու իր համար ոչ թե հիվանդ ես, այլ հիմա որ թողնես պատմությունս ասեմ, հիմա պատմությունս ասեմ, տարիներ առաջ ինչ որ առիթով սրտի հետ կապված խնդիր զգացի, բայց երևի թե այդպես մրսածության հետևանքեր մի խոսքով կինը ստիպեց որ գնանք գիշերով հիվանդանոց։ Գնացինք, որ ստում ենք։ Ուրեմն մի գիշերվա ընթացքում հիվանդանոցի անունը չեմ տալիս, բայց երևի թե բոլոր հիվանդանոցներում այդ իրավիճակը կարելի անել։ Մի գիշերվա ընթացքում ին վրա տարբեր ապարատներ փորձեցին, 160,000 այդտեղ գնաց մի գիշերվա ընթացքում։ Հաջորդ օրը ես ինձ լավ եմ զգում, բայց բժիշկ ասում է՝ «Դե սպասի, մի հատ էլ ապարատ կա, ոնց որ չենք հասկացել ինչ խնդիր կա»։ Այդ մի ապարատն է ծառայությունը արժի մի 180,000 դրամ։ Դա էլ անենք վերջնական կհասկանանք, որ հիվանդանոցի մի շարքային աշխատակից մոտեցավ, ասես տղա ջան, գիտեք ինչ է սարքերը նոր են բերել, փող են աշխատում ուղղակի, որովհետև պիտի այդ կլիենտները անցնեն այդ սարքով, որ այդ բերած փողը հանի, այսինքն նաև արդարացվի, որ դառնի։ Սա պարզ բիզնես կապիտալիզմի պարզ դրսևորում է, այսինքն կա սարքը բերել ենք, ինչքան շատ մարդ միջով անցկացնենք, ասենք MRT-ա,
կատեյա, ինչքան շատ մարդ միջով անցկացնենք, մենք այս փողը կաշխատենք։ Հավելյալ փող կաշխատենք, ծախսը կհանենք։ Եվ սա, գիտես, այս պատմությունը ինչի հիշեցի, որ հաճախ մենք կլսենք, չէ՞, քարոզչական, սոցիալական գովազդներ են պատրաստում, հաճախ ոմանք էլ կամարանքով վերաբերվում են ժողովրդին, թե տարին մի անգամ գնացեք, ստուգվեք, ախր ժողովրդյան կրթվեք, էլի մի քիչ, որ գիտեք, այս ժողովուրդը շատ կիրթ է։ Ժողովուրդը սովետական միության տարիներին ոնց էր տարին 2 անգամ գնում ստուգվելու, որովհետև հիվանդանոցներում չէին կլպում։ Հիմա պատկերացրեք շարքային աշխատողը, որի ամսական աշխատավարձը 150,000 դրամը չի գերազանցում, կարող է մի գիշերվա մեջ 160,000 ուղղակի ասած ոչնչի համար վճարի հիվանդ։ Եվ Հայաստանի հասարակությունը ոչ թե կրթության խնդիր ունի կամ հասկացողության խնդիր ունի, որ չի գնում հիվանդանոց, այլ ինքը հասկանում է, որ գնալու է այդ հիվանդանոց, իր հիվանդությունը թողնելու են, իրանց բիզնես սարքերն են ֆռալու տեղ։ Եվ իր մի ստուգմամբ կարող է իր ամբողջ տարվա եկամուտը տա միայն ստուգման վրա։ Այո, եւ ստեղ էլ նայ, էլի գալիս ենք սպառողական հասարակություն։ Ինչու են հիվանդանոցները, որոնք հիմնական մասում մասնավոր են կամ գլխավոր բժիշկներն են հիմնական այդ շարժիտերը, ինչու են դա անում։ Որովհետեւ իրենք սպառողական հասարակության տրամաբանության մեջ են։ Որովհետեւ բժիշկը, որը կարող է ուղղակի սովորական, ասենք, E-class Mercedes-ով գնալ գործի գալ, բավական հարմարավետ մեքենա, բայց թանկ չի։ Ինքը Maybach-ով է գնում։ Այսինքն գնում է ես այդ հիվանդանոց որտեղ գնացել եմ, այդ հիվանդանոցի տնօրենը աշխատանքի է գալիս 400-500,000 $-անոց Maybach այդ ջիպով է, մոդելը արդեն չգիտեմ ինչ է։ Պարզա չէ, այդ 400-500,000 $-անոցը եւ այն 10-15,000 $-անոց Mercedes-ը նույն գործառույթն են անում, իրեն տնից բերում են գործի, բայց ինքը այդ հիվանդների իմ ձեր բոլորի հաշվին ինքը 400-500,000 $-անոց մեքենայով է շրջում, որովհետև ինքը սպառողական հասարակության զոհ է, ինքը համարում է, որ եթե ինքը Maybach չունենա, ինքը լավ տղա չի, ուրեմն լավ մարդ չի։ Ծաղրելի է։ Ինքը եթե Toyota-ով գնա գործի, ինքը իր շրջապատը իրեն ծաղրելու է, որովհետև ինքը բյուջետնի մեքենայով է մանգալի։ Եթե ինքը տորթ է վերցնում, չի կարող ամեն պատահական խանութից տորթ գնի, պետք է բրենդային տորթ գնի, չի կարող ամեն պատահած հագուստ հագնի, պետք է բրենդային։ Սա կոնսումերիստական հասարակություն է, որի ամենավատը որն է, ինքն իր Maybach-ով նաև ինչ է բերում, գայթակղություն, որ ենթականն էլ ձգտի Maybach ունենալու։ Իսկ Maybach կարելի է միայն ունենալ, երբ որ դու կլիենտին թալանում ես։ Ուրիշ ձև հնարավոր չի։ Եվ սա միայն ինչ է լինում, մասնավոր սեկտորի այս գերշքեղ կյանքը գնում է որտեղ պետական կյանք։ Արդեն տեսեք, պետական կյանքում, ասենք կառավարության աշխատակիցները մասնավոր բիզնեսից մի քիչ ավելի բարձր են, չէ՞, ինտելեկտուալ առումով ավելի շատ պատասխանատվություն, պարտավորություն, սխալվել ավելի մեծ հետևանքներ ունենում, քան քո մասնավոր բիզնեսում եւ նմանատիպ տարբեր բաներ։ Հիմա մարդու մեջ ինչ առաջանում։ Ասում եմ ոնց, այս անկիրթը, որ զբաղվում է այս ինչ բանով, պետք է սենց շքեղ կյանք վարի։ Ես իմ այս ինտելեկտուալ տվյալներով ինչի պետք է սենց ապրեմ։ Կամ ավելի թարմ խոսի թող ասենք $200,000 ինչա, որ ես 10 տարում չունենամ։ Այո, եթե մեկը մի 5 բնակարան ունի $200,000-ից, բայց ինչի պետք է ինչա, որ ես չունենամ, որի հնարավորությունը ես ունեմ, ու ինչա ծնում կոռուպցիա։ Այստեղ այդ կոռուպցիան, տեսեք, ինչ հետաքրքիր ձեզ մի բան ասեմ։ Ոմանք հնարավոր է խոսակցությունն այլ տեղ տանեն, բայց սա դրա արմատն է։ Հեղափոխություններից, գունավոր հեղափոխություններից առաջ մեղը ինչի վրա է դրվում։ Կոռուպցիա։ Այո, ինչի համար։ Հիմա հետ ենք վերադառնում են առաջին մտքից։ Եթե դու հասարակությունը սարքում ես սպառողական հասարակության, հիմնական հատվածին սարքում ես սպառողական հասարակություն, իր չաստուն սարքում ես փողը, կոռուպցիոները դիտվում է իր չաստուն գողացած մարդ։ Պատկերացրիք, իր չաստուն վնասած մարդ, հայրենիքի դավաճանը իր համար այդքան խնդիր չէ, ինչքան կոռուպցիոն։ Եվ մյուս կողմից կոռուպցիայի ֆոնին այսպես անդած ներարկում ես անարդարություն, այսինքն մարդը գնում է անձնագրային կետ, պիտի ինչ որ փող շարժանի կամ ծանոթ ունենա, գնում է հիվանդանոց լուրջ փող պիտի անի, գնում է զինկոմիսարիատ լուրջ փող պիտի ծախսի, այսինքն դառնում է հասարակության այն շարքային ներկայացուցիչը, որը իմ գնահատմամբ այս պետության
ամենակարևոր էլեմենտն է, ամենակարևորը, չկա այդ հասարակությունը, չկա ոչ մեկ չի, պետություն։ որ Մեր այն քաղաքացիները, որոնք իրենց գյուղերում, քաղաքներում, իրենց ընտանիքները պահում են, իրենք այս պետության ամենակարևոր մասնիկն են եւ այն նախարարը, որը վերջերս ասում են $200,000, ինչա որ ես 10 տարում չունենամ, իրականում այս աղքատ հասարակության պայմաններում դա պիտի լիներ նորմալ երկրում, հա, այդ նախարարի հրաժարականի տեքստը։ Այսինքն դրանից հետո ինքը պետք է ասել $200,000 ինչա որ ես չունենամ 10 տարում, ես հրաժարական եմ տալիս։ Դա մի տալիս։ բանի ցուցիչ է նաև։ Ցուցիչը նաև որ իշխանությունն այլևս իրականությունից կտրված է։ Ահա, հիմա նայ գալիս ենք իշխանություն, ընդդիմության զգալի մասը, հա, կամ ոչ իշխանություն, որտեղ հիմա օրինակը կբերեմ, այդ մարդը ընդդիմություն չի, բայց ոչ իշխանություն է անկալվում, հա։ Գալիս ենք նրան, որ որպես սպառողական հասարակության զոհեր, ես իրենց զոհեր եմ համարում։ Զոհեր են իհարկե։ Սպառողական հասարակության զոհեր իրեն գաղափարակիցներ են։ Այսօրվա իշխանությունը եւ երեկվա իշխանությունը իրարից այլևս չեն տարբերվում, ես պարզ օրինակով բերեմ։ Բոլորիս կողմից սիրելի Հովիկ Արգամիչեի դատարան էր եկել $33,000 արժողությամբ բանով, պիջակով, կոստյումով, մի խոսքով չգիտեմ այդ ինչ էլ է։ Ես իմ կաշվից պատրաստված։ Դրանից հետո հայտնի դարձավ, որ Արմավիրի ԿՊԱ-ական մարզպետը կրում է ժամացույց $33,000։ Այսինքն այս երկու բաները կերպարները ցույց են տալիս, որ նախկինն ու ներկան բովանդակային առումով նույնն են, իրենք երրորդ հանրապետության առատների ծնունդն են, ու այդ մարդիկ իրար հետ պրինցիպի խնդիր չունեն։ Հիմա գալիս ենք դրան, տեսեք, երրորդի եւ չորրորդի մեջ բովանդակային առումով տարբերություն չի եղել։ Միայն Արցախը, որ կար երրորդի ժամանակ։ Հիմա Արցախը դրա համար եթե Արցախը չկա, ինչ ենք ասում, չէ՞, թեզը դրա վրա է կառուցված, չէ՞, չկա Արցախը, չկա երրորդ հանրապետություն է։ Բայց նաև չորրորդը հրճակելու կարիք չկա, որովհետև այն անբարոյականությունները, որ երրորդում կան, դա լրիվ Նիկոլ ուզած չորրորդն է։ Օրգանական շարունակությունն է չորրորդը, չէ, ուղղակի որ սպառել է իրենք, որ Արցախի հարցը հանել են։ Իբր ուզում են նորացնեն, էլի նորացնեն, որ մի քիչ էլ իշխանության կյանքը երկար։ Այդ նպատակով է, թե չէ բովանդակային առումով նույնն է։ Արցախն էր խանգարում, հենց ես երրորդ հանրապետությունը ի սկզբանե հենց այդ նպատակով է ստեղծվել։ Բայց ինչի սկսվեց այդ կարծեմ 3 թե 400 միլիարդ դոլար է գնահատվել դեռ այն ժամանակ Հայաստանի արդյունաբերությունը, որ կոպեկներով վաճառեցին եւ Ռուսաստան, եւ Պարսկաստան, եւ Թուրքիա, ճիշտ է կոպեկներով։ Բայց ինչու կոպեկներով վաճառեցին, սա կարևոր դրվագ է։ Իմասը։ Ներողություն, մի ռուս պաշտոնյայի ազգանունը հիշեցրու ինձ, որ փախավ Թուրքիա։ Վարչապետ էր եղել։ Փախավ Թուրքիա Չուբայսի հետ։ Չուբայս, այո, Չուբայսը ուրեմն ինչ էր ասում։ Փոխվարչապետը։ Այդ Ռուսաստանում էլ բաններ, այդ մասնավորեցման գործընթացներ գնում։ Ես ինչ եմ Ռուսաստանի օրինակով բերում, որովհետև նման բան չի եղել։ Հայաստանում նման պաշտոնյա չի եղել բարձրացնում, որ այդքան անկեղծ խոսի։ Չուբայսը ասում է բանին, լրագրողին, լրագրողը հարց է տալիս, ասում է դուք մասնավորեցրեցիք հազարավոր ձեռնարկություններ։ Ինչու այդքան էժան գնով, ասում մենք այդ ձեռնարկությունները մասնավորեցնելիս շահույթ հետապնդելու նպատակ չենք ունեցել։ Մեր նպատակը այդ կոլեկտիվները քանդելն էր, ու եթե պետք լիներ, մենք նվեր կտանք այդ ձեռնարկությունները, որտեղ մեզ պետք էր, որ այդ ձեռնարկությունը չաշխատի, կանգնի, որ կոլեկտիվը քանդվի։ Ու երբ որ նայում ես, այս օրինակ ինչի բերեց, այդ տեսանկյուն կարող եք նայել Չուբայսի խոսքերով կարող եք փնտրել, կգտնեք, այսինքն սա բան չի, որ մենակ ես ու Ազատն ենք լսել, հիմա ասում են դες, ցանկացած մեկը կարող է լսել, այսինքն Չուբայսի ասած, երբ որ այսպես տարածում ենք Հայաստանում տեղի ունեցող նույն տարիների վրա, պարզ հասկանալի է, թե ինչու էին այդ ձեռնարկությունները մետաղի ջարդոնի տակ արտահանվում Հայաստանից, որովհետև խնդիրը փող աշխատելը չէ։ Այդ գործարանները եթե աշխատեին, Հայաստանը ավելի տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի շատ փող կստանար, քան մետաղի ջարդոն որպես։ Բայց խնդիրը այն է, որ Հայաստանը պիտի դադարեր տնտեսապես գոյություն ունենալ։ Եվ ինչն էր կարևորը, ինչն էր ապա մոնտաժում։ Արդյունաբերական այդ հսկա կառույցները, որ քանդում էին, կազմաքանդում էին, նպատակը որն էր, որպեսզի Հայաստանում չլինի միջին խավ։ Այո, միջին խավը ինտելեկտուալ
որտեվ բարձր է, միջին խավը իր կարգավիճակը ցկտում է պահել, երկիրը ամուր է պահում, այսինքն տեսեք ինչ է լինում, հող չի լինում միջին խավի մեծ միջին խավի պայմաններում հող չի լինում գունավոր հեղափոխություններ։ Ուրիշ բան քեզ ասեմ, Հայաստանում փակվել է, գործել է փոքր Հայաստանում գործել է 1200 հիմնարկ ձեռնարկություն սովետական միության տարիներին։ Լավ, այդ հիմնարկ ձեռնարկությունների 99%-ը փակվել վաճառվել է ուղղակի, այսպես։ Ամեն հիմնարկում շատ փոքր թիվ եմ ասում, էլի, ամեն հիմնարկում 10-20 բարձր կարգի մասնագետ աշխատել է։ Իհարկե։ Աշխատել է, չէ՞։ Դե կարող ենք ամեն մեկին ընդհանուր միջինացված 100 ասենք, այդ Այսինքն 100-200 հազար մոտավորապես միջև կես միլիոն մարդ բարձր կարգի մասնագետներ կարող են ուղղակի արտագաղթել են Հայաստանից, որտեղ որ դու ձեռնարկությունը փակում ես, ինքը չի կարող գնալ բան անել, ասենք հավաքարարություն անել։ Ոյ ինչ են արել, այդ միջին եւ բարձր ինտելեկտուալները արտագաղթեցին եւ տեղը հիմա բլոգերների ինստիտուտով, սերիալներով, կարգին հաղորդումներով ում էին բերում։ Ասենք պորնիկներին կներես այս բառը, ուղիղ ձևակերպում բարոյականներին արդեն տեսեք սովետական միության ինժեները ֆիզիկա բժիշկը լրիվ ուրիշ խղճի եւ ուրիշ պատվի տեր մարդ էր լրիվ այդ կարևոր բանը այդ սերուցքին պետք է հանեին հիմնական հատվածին դե իհարկե շատ մարդիկ մնացին ստեղ այս զրկանքները տարան բայց հիմնական հատվածին տարան եւ այդ հիմնական հատվածին որ տարան այստեղից պայմաններ ստեղծեցին որ հիմնական հատվածը գնա որտեվ իրենք որ ասես կասեն մենք չենք տալ իրենք են գնացել բայց իրենք երեսպաշտորեն չեն ասի որ այդ պայմաններն իրենք են ստեղծել որ մարդը չկարողանա այստեղ ապրի այստեղ արդեն պայմանները մեն Իվերջը չմոռանանք որ միջազգային իրավունքով օրինակ ցեղասպանությունը համարվում ոչ միայն այն որ դու մարդկանց սպանում ես այլև որ դու ստեղծում ես պայմաններ որ այդ մարդիկ այդտեղ կամ չապրեն կամ ոչնչանան այսինքն հիմա նա ինչ ուր եկանք հասանք մենք հասարակության հիմա ինչ ենք ասում ես կարծում եմ մենք հասարակությունը պիտի ասենք որ մեր առողջանալու որպես հասարակություն միակ ճանապարհը այն է որ հասարակության համար այդ չաստվածը մերժվի թե ոչ թե մարդիկ չուզենան փող աշխատել այլ մարդիկ հասկանան որ փող իրենք աշխատելու են պիտի աշխատեն ոչ թե որ ավելի շատ փող ունենան ոչ թե որ մայբախ քշեն որ ճշմարիտ կյանքով ապրեն այսինքն գաղափարների ծառայեն գաղափարներ իրագործեն հա կյանքի կոչեն եւ հենց այս բանաձևը փոխվեց հենց դուք սկսեցիք մերժել մարդկանց ընդ որում մերժելը պարտադիր չէ հելնեք հրապարակեք որ մենք ձեզ մերժում ենք ոչ դուք կարող եք այդ մարդկանց մերժել ձեր հարսանիք կնունքներին խավոր չնշանակելով այդ միջոցառումները իրենց կենացը բարձր չխմելով ընտրություններում իրենց չքվյարկելով չի կարող հայ հասարակությունը քվյարկել մարդու օգտին, որը $30,000 հագուստ է կրում։ Այս աղքատ, չնայած հարուստ հասարակության մեջ է դա աննորմալություն է։ Չէ, նորմալ բան չի։ Նորմալ չի, այս պրոպագանդան, բայց հատկապես այս բրիտանական կայսրությունից է եկել, ոչ մի բրիտանական կայսրության ազնվական ասենք կամ լորդ ասենք կամ այդ առանցքային ներկայացուցիչ իրեն թույլ չի տա $30,000 կամ $40,000 կամ $500,000 ժամ կապել որովհետև կողքինների կողմից որպես հիվանդ է պիտակավորվելու էլ այսինքն հասարակությունը մի ճանապարհ ունի դրան են գալիս որ եթե դուք դադարում եք ձեզ համար նպատակ համարել այդ չաստվածին միջոց պետք է այդ չաստվածի շնորհիվ հեղինակություն դարձածները ոչնչանում են իրար որովհետև այդ դառնում է ոչ մրցակցային է իրենց ունեցածը ուրեմն կա աստվածաշնչյան ճշմարտություն շքեղ կյանք վարողը շքեղ կյանք ձգտողը եւ շքեղ կյանք ապրողներ իրենց կյանքում այդ շքեղ իրենց ապրածի հետևանքները եւ իրենց վրա եւ իրենց ծերունների վրա տեսնում են մարդը պետք է ձգտի բարեկեցիկ եւ լավ կյանքի բայց ոչ շքեղ շքեղությունը չարից է շքեղությունը կործանարար է շքեղության հետևանքները դաժան են եւ հասարակությունը նաեւ վստահ եմ գիտակցումը հիմա պիտի նաեւ խորհի այս մասին մտածի որ քանի դեռ այս բանաձևը չի փոխվել Հայաստանում իշխանության են ձգտելու միշտ մարդիկ, որոնք գալիս են ոչ թե ձեր կյանքը բարելավելու, այլ ձեր հաշվին շքեղ կյանքով ապրելու մեծ նպատակի, ասել է թե ավելի մեծ փողի հասնելու համար։ Այո։ Այսինքն պիտի բանաձևը ջարդվի։ Այո, արժե համակարգային փոփոխությունը պետք։ Փողը այդ փող չաստվածը պետք է ապամոնտաժվի, գա իրական աստվածը, որն ասում է, եթե դու գիտես, որ քո կողքը ապրում է մարդ
որ 100 դրամանոց հացի, հանապազորյա հացի խնդիր ունի եւ դու քշում ես կես կամ 1 միլիոն դոլարանոց մեքենա, դու հիվանդ մարդ ես, դու բուժվելու կարիք ունես։ Դու նկատել ես ազատ լավ օրինակ բերեցիր, որ եվրոպական արևմտյան Եվրոպայի էլիտաները հիմնականում այդ գերթանկարժեք մեքենաներ չեն վարում, բան։ Դու նկատել ես որ Rolls-Royce, G-Class, Ինչի համար արված է Bentley, դա հիմնականում Միացյալ Նահանգներ, արաբական աշխարհ եւ հետսովետական երկրներ։ Միացյալ Նահանգները տեղեր ունի, որ այդ մեքենաները դու շատ չես տեսնում։ Իրական Միացյալ Նահանգները ո՞րն են։ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսն է դա։ Հյուսիս-արևելքը, Բոստոն, Նյու Յորքում այդ մեքենաներից հազվադեպ ես տեսնում։ Այդ մեքենաները լրիվ կոնսյումերիստական կենտրոններում են Ֆլորիդա, Կալիֆոռնիա, բայց այդ ինչ նպատակի համար է արված, որ ստեղծվեց միաբևեռ աշխարհը եւ միաբևեռ աշխարհն ուներ իր գաղափարախոսությունը, որ այդ մշակութային հեղափոխությունը տվել էր, որն էր կոնսյումերիստական, չէ՞, սպառողականություն էր այդ իր գաղափարը։ Նաեւ այնպես էր անում, որ իր ազդեցության գոտիների փողերը էլի իր մոտ հավաքվի։ Իր մոտից չկորի։ Իսկ այդ դուք ասում եք, որ այդ խորքային պետության մասին ենք խոսում, չէ՞, արևմտյան էլիտաների մասին ենք խոսում կամ ամերիկյան, ու խորքային պետության իշխանությունների մասին խոսենք։ Այդ մարտիկ են սկսեցին Rolls-Royce-ներով մանգալ, այլևս էլիտա չեն կոչվի, այդ էլիտայից դուրս կշպրտվեն։ Որովհետև իրանք դա որպես հիվանդություն են հասարակություններին տվել։ Դա թույն է։ Այդ շքեղությունը իրանք տվել են, որպեսզի հասարակությունները թունավորվեն եւ իրական ձգտումներից շեղվեն գնան կեղծ ձգտման, որն իրենց պետք է կործանի։ Այսինքն այդ մարդը էլիտաների ոնց որ երբեք չես տեսնի fast food ուտելիս, որտեղ դա ուտելիք չի։ Թունավոր ինչ-որ մի բան է։ Հիմա եթե այդ մարդը գնաց այդ ճանապարհով, նշանակում է ինքը էլիտայի մաս չի, այլևս թունավորված է։ Իրանք դե ոնց են, չէ՞, հիմա այս ուլտրա գլոբալիստները արդեն մարդ չեն հաշվում, սպասարկող են մեզ հաշվում։ Լավ սպասարկողներ են մեզ ասում, չէ՞, նույնիսկ մեկ բարձրացավ տարիք ասեց, մենք պետք է ապրենք 140 տարի, իրանք է 60 տարի։ Դա։ Այսինքն պետք է այս շղթան կոտրել, սպառողական, պետք է դադարել լինել սպառող, եւ սպառող լինելը մենակ այս մենք բանից իշխանական օրինակներ բերեցինք, բայց սպառողական հասարակության զոհանայվ են մարդը, որը այս պահին ունի iPhone, ասենք 14, 15, աշխատող լրիվ նորմալ, բայց ինքը վարկ է վերցնում կամ ընտանիքին նեղություն է տալիս, երեխայի բերնից, կնոջից, ամուսնուց կտրում է, որ iPhone 17 ունենա, որովհետեւ այդ արևմուտքը իրան ասել է 17 ունեցողն է արդեն մարդ, ոչ թե 15-16 խոսակցությունից հանկարծ չթվա, թե մենք այս ամեն ինչից զերծ ենք եղել։ Ուրեմն ես իմ ուսանողական տարիներին էլ այդ հիվանդությունով բոլորս վարակված ենք եղել։ Որպես ուսանող իմ մտածելու թեման չի եղել, թե ինչ բեսթսելեր է դուրս եկել կամ ինչ նեղ մասնագիտական գրականություն է դուրս եկել, որ ես պետք է պարտադիր կարդամ, այլ այդ ժամանակ ինչ որ շոյերի բրենդներ կար, բիլիաները զիլի, պիտի պարտադիր դրան ենք ձգտում, ոչ թե գրքերի։ Դա սարսափելի թույն է, դրանից ազատվելն էլ հեշտ չի, որովհետև հասարակությունն է ճնշում, քեզ մի ձևի է նայում, այլ կերպ է քեզ ընդունում։ Այդ շղթայից որ դուրս ես գալի, դու ասում ես, այս իմ համար նորմալ չի։ Այդ հասարակության ճնշմանը դիմանալու համար արդեն տարիքել է պետք էլի։ Դե, այսինքն ինքն իրենով կազդրվող process չի սա։ Սա պետական միջամտություն է պետք։ Սա շատ ավելի մեծ խնդիր է, քան թվում է։ Այսինքն հասարակությունը չի հասկանալ է, դա միայն պետք է պետական միջամտություն լինի, բայց այսօր պետությունը ինտենսիվ ձևով, տեսեք, ամենամեծ վիրավորանքներից մեկը հասարակությանը տվել է Նիկոլ Փաշինյանը։ Ասել է որտեղ հաց։ Այո։ Այնտեղ կաց։ Այստեղ հաց ուրեմն սա է պետությունը։ Հասկանում եք, սա մեծ վիրավորանք է, որ ոնց դա Աստված ինչ էր ասում, չէ՞, մարդը միայն հացով չի ապրում։ Եթե դու միակ հացի համար ապրես, այլևս դադարում ես, ճիշտ է։ Ես որպես փոքր տարիքում փորձառություն եմ ունեցել արոտի տանել մեր անասուններին, որտեղ խոտ, այնտեղ արածել այդ անասունների մոտ, այսինքն անասուններն են ձգտում գնալ այնտեղ, որտեղ լավ խոտ կա կամ խոտ կա ընդհանրապես։ Մարդը նախ ինքն է իր աշխատանքով հաց ստեղծում եւ հաց ստեղծում նպատակ, այլ ստեղծում է որպես միջոց
իր հիմնական նպատակին, իր հիմնական առաքելության, այն է ճշմարտությանը ծառայելու, հասնելու ճշմարտությանը։ Եվ պետք է նկատառում էլ անենք, երևի ամփոփենք, որ մշակութային հեղափոխությունը շարունակում է։ Պերմանենտ Այն ավելի այլանդակ դրսևորումներ է ստանում եւ մենք կարող ենք մենք դա կարող ենք նկատել մեր կենցաղում։ Տես մենք խոսեցինք սպառողական հասարակությունից, չէ՞, մշակութային հեղափոխության մի դրվագ ներկայացնեմ կենցաղային կյանքի։ Ես ապշանքով եմ նայում հարսանեկան արարողություններ, որտեղ ստրիպտիզ են ապարում, այսինքն այնտեղ կա կանայք, այնտեղ կան երեխաներ, կան հասուն տղամարդիկ ու կիսամերկ կինը, որպես նվեր մատուցում, որ ահա եկավ, սա գիտեք, սա մեր կենցաղում մշակութային հեղափոխության այլանդակ դրսևորման ամենավառ օրինակն է, այսինքն հələ մի հատ նայեք ժողովուրդ ջան, դուք ձեր 20 տարի առաջվա հարսանիքները, որտեղ հավաքվում էին գերդաստաններով, այդ զույգերին երջանկություն էին մաղթում, բոլորը նվերներ էին բերում, նոր ստեղծող ընտանիքին հաջողություն։ Այո, ու հիմա նայեք, որ դուք գնում եք ռեստորաններ, ձեր աթոռի համար վճարում եք դուք, հետո ձեզ մատուցում են ստրիպտիզ, այսինքն սենց այսքան վառ ցույց տալ, որ ինչքան է փոխվել մեր հասարակությունը, ուղղակի ձևերն են փոխվել հասարակությունը։ Մի ժամանակ հիշում ես, ստրիպտիզ գնացող տղամարդկանց էին վատ աչքով, ասում են անբարոյական է, հիմա ասենք ստրիպտիզը բերում են հարսանիք։ Տեսեք, սկզբից ինչից էինք խոսում, որ հետ գնացինք մշակութային հեղափոխություն, չէ, հետ մինչև Բաբելոն, ուրեմն ցանկացած հասարակություն, եթե իր նպատակը սպառողականությունն է, այլանդակ դրսևորումներ ասում։ Սա սպառողականության այլանդակ դրսևորումներ են ու օրինաչափ են եւ ժամանակ եւ տարածություն չեն ճանաչում։ Այն օրը գրքից խոսեցինք, չէ, որ ասացի պարտադիր կարդա Սենկևիչի Հոյերթասը։ Երբ որ Սենկևիչի Հոյերթասը կարդաս, ինքը կարծեմ հիմնականում Պլութարքոսի ու Սենեկայից է վերցրել, էլի, երբ տեսնես ռոմեական բարքերը Քրիստոսի առաջ եւ Քրիստոսից հետո առաջին դարում լրիվ նույնն էր։ Լրիվ, այնտեղ իրանց դեսպակները ոնց են հիմա մեքենաները գերշքեղ։ Այնտեղ դեսպակներն էին ոսկեզոծ, տարբերվող համարանիշներ էին դնում էլի, որ հատուկ քաղաքացիներն են նույնն, հիմա տարբերություն չկա, ձևերն են փոխվել։ Բովանդակային առումով նույնն է։ Շնորհակալ եմ Ազատ հետաքրքիր քննարկման համար, սա մեր այս տարվա վերջին քննարկումն է, շնորհակալ եմ այս քննարկման համար եւ նաեւ հուսանք եկող տարում այս քննարկման ծավալները կմեծացնենք, ներգրավվածությունը, որտեղ այո, ժամանակն է խոսել գաղափարներից, արժեհամակարգից եւ ժամանակն է, որ նաեւ մարդիկ հասկանան, որ փոփոխություններ իրանցից է գալու, այսինքն ինքը պիտի որոշի փոխվում է, դադարել լինել սպառողական հասարակության զոհ, դադարել լինել մշակութային հեղափոխության զոհ, չնայի այն ինչ որ իրեն մատուցում են, որպես մշակութային հեղափոխություն, չապրի այնպես ինչպես թելադրում է սպառողական հասարակությունը, ինքը կտեսնի որ կյանքը փոխվում է եւ փոխվում է շրջապատը իրենով արդեն պայմանավորված։ Շնորհակալ եմ։ Ես շեշտեմ մեր տարվա վերջի քննարկումը Վարումեի քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ խոսում ենք սպառողական հասարակության մասին, դրա առիթը հանդիսացավ այն, որ պետական հաստատություններից մեկի աշխատակիցը մեքենայությունների էր գնացել եւ պետական միջոցներ էր մսխել եւ դրա զգալի մասը 17 միլիոն դրամը ծախսել էր ուղղակի խոհանոցային կահույք ունենալու համար։ Այսօր այսքանը, կհանդիպենք 2026 թվականին։